Նիկոլ Փաշինյանը կարմիր գծեր չունի, իրեն ամեն ինչ էլ կարող է թույլ տալ։ Այդ մարդը բացարձակապես կարմիր գիծ չունի, նույնիսկ ինքն իր ընտանիքի, իր երեխաների մասով մենք բազմաթիվ անգամներ ենք տեսել, որ ինքը կարմիր գիծ չունի, եւ այ օրինակ տեսեք, երկար ժամանակ նրա ավագ դուստրը որևէ տեղ չկար, բայց հիմա արդեն քանի որ իրենց մասին մի քիչ սկսել էին քիչ խոսել, նորից աղջկան այսպես մեյդան նետեց, որ ձիերի հետ, չգիտեմ ինչ անի, հա, հաջող առավել երիտասարդները խոսում են, ասում են ինչ-որ Եկատերինայի ֆիլմերն է երևի տեսել այդ տիպի մի խոսքով, այ տեսեք ինքը նույնիսկ այդտեղ սրբություն չունի, որովհետև որևէ իրեն հարգող ընտանիքի հայր ինքը երբեք իր նեղ վիճակում չեր մտցնի իր երեխաներին, սա նույնն է, որ քո վրա կարագեն դու քո երեխաներից ուղղակի կենտրոնի թիրախ կանգնեցնես քո դեմը եւ մտածես, որ ավելի լավ է քո երեխային կպնի այդ գնդակը, քեզ չկպնի, այ ինքը նույնիսկ այդ տեսակի մարդ է, հետեւաբար իրենից ինչ-որ լավ բան սպասել, դա անհնարին է, տեսեք, այդ մարդը այսօր ինքը գիտի, որ հայոց պատմության ամենավատ, ամենազզվելի կերպարը ինքն է եւ ինչ էլ անի, այլևս ինքը չի կարողանալու այդ կերպարի մեջից դուրս գա։ Ինքը նաեւ շատ լավ հասկանում է, որ մեր պատմության ամենածանր հանցագործներից մեկն է, 20-րդ դարի կամ 21-րդ դարի ամենամեծ ոճրագործներից մեկն է։ Ինքը դա շատ լավ հասկանում է եւ ինքը գիտի, որ դրան հաջորդելու է պատիժը եւ այ հիմա ինքը այսպես թուրքերի գիրկը վազելով ընդամենը փորձում է իր կաշին փրկել եւ հանուն այդ կաշին փրկելու ինքը պատրաստ է ամբողջ երկիրը ոչնչացնելու, որովհետեւ միայն Հայաստանի Հանրապետության լուծարման դեպքում է, որ կարող է ինքը քրեական հետապնդման չընտրվի, կարողանա իր հետ գծած այսպես ասած ապրի եւ վայելի։ Իհարկե դա ինքը երբեք այդ հանգիստը չի ունենա, որ կարողանա վայելի այն ինչը ունի։ Բայց այդ մարդը մոտ ծայրահեղ վիճակն է, ինքը այսպես ասած շատ լավ գիտի, որ դժողքի բաժին է դառնալու եւ այսօր ինքը փորձում է կոնե այս երկրային կյանքի վրա ինչքան որ հնարավոր է ապրի եւ փորձի վայելել այն ամենը, ինչը ինքը հետ գծեց այրան եւ հայրենիքի վաճառքի արդյունքում։ Հետևաբար ինքը շատ վտանգավոր մարդ է։ Քանի որ ընտանիքից խոսեցիք, վերջերս իր տիկինը հայտնի լուսանկարի եւ չգիտեմ, էլի անգամ ամոթել եմ էջբերում անել, ասում եմ, խոսքը այս լուսանկարի մասին է կարծում եմ, գիտեք, եւ ինքը բեաբար որ մասին խոսել ես, այնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ շոր, այսպիսի մի համեմատություն, այս ինչի դրսևորում է։ Անհարգանքի եւ նաեւ մասնագետների ինքը վաղուց սատանյապաշտությամբ է զբաղվում եւ իրենք գործողությունները դա հենց սատանյապաշտություն է, այվ այդ նույն շրջազգեստով կարծեմ 19 թվականին կամ 20 թվականին էր այս լուսանկարը ինքը հենց դրանով արդեն ցույց տվեց հայ առաքելական եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որովհետև այս լուսանկարին նայելուց մենք բնականաբար հոգևորականներին չէ որ մեղադրում ենք, չէ մենք մեղադրում ենք հենց իրեն, այսինքն մարդը երբ որ մտնում է եկեղեցի ինքը իր համար է, չէ մտնում եկեղեցի, կամ մարդը երբ որ որևէ տեղ փորձում է վայելուչ տեսքով երևալ իր համար է, իսկ անվայելուչը արդեն նորից իր համար է, իր անվան եւ հեղինակության հարցն է։ Այս մարդկանց համար, այո, արժեքները, այդ թվում սրբությունները, եկեղեցիները իրենք կարող են ունենալ շրջազգեստի նշանակություն կամ արժեք։ Հետևաբար տեսեք, այստեղ խնդիրը նորից վերադառնանք մեր բուն թեմային, այն չի թե իրենք ինչքան վատն են, ինչքան անարժան են, ինչքան անդաստիարակ են։ Մենք վաղուց ենք համոզվել իրենց եւ անդաստիարակության եւ անարժանության եւ շատ վատը լինելու մեջ, այստեղ խնդիրը նա է, որ մենք ցավոք սրտի դերևս իրենց հանդուրժում ենք, այդ ցավոք սրտի միջև այս պահը իրենց լինելը մեր համար մեծ վիրավորանք է, տեսեք դուք այսօր խոսեցիք Ռուբեն Վարդանյանից եւ Բաքվում պայող մեր գերիներից, այնտեղ իրենք չէ որ տադել են, Ռուբեն Վարդանյանին չեն տվել այդ 20 տարին, դա տվել են մեզ, դա մեզ մեր նկատմամբ ունեցած իրենց արհամարանքն է, Սարանով Ալիևը ցույց է տալիս նաև իր գերազանցությունը եւ այստեղ ինքը նաև անընդհատ այդ մարդկանց տանելով այդ անկեղծ, այսպես ասած,
անհասկանալի դատավարությունները անելով ինքը ոչ թե շեշտում էր, որ ինքը փորձում է ինչ-որ իր երկրի օրենքները պաշտպանել եւ այլն, ոչ, այստեղ այդ խնդիրը չկար։ Ինքը սրանով վիրավորում ստորացնում է մեզ։ Եվ ցավոք սրտի մենք դա ընդունում ենք եւ ցավոք սրտի ապրում ենք հենց այդ օրակարգով։ Եվ հենց այդ օրակարգով ապրելու լավագույն ապացույցներից մեկն էլ Արցախի հանձնման թիվ 1 մեղավորին հազարավոր տեղեկի գլուխներ ուդող դահղջին միջև այսօր հանդուրժելն է։ Այդ է մեր խնդիրը։ Թեման վերջացնելով առավոտյան տեղեկություններ հայտնեն Արմեն Հակոբյանը, հայտարարություն։ Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ իմ ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորը խնդրում այս թեմայի շուրջ լինել սուստ, լինել կոռեկտ։ Գնացին ԶԱԳՍ, էլի։ Որոշեցին ամուսնանալ։ Այդ փաստը ինձ ուրախացրեց, անկեղծ ասեմ, որովհետև Աննա Հակոբյանը Նիկոլի կյանքում ամենաարտար բանն էր, ամենամեծ պատիժն էր։ Իրականում չէր կարող Նիկոլ Փաշինյանին ավելի մեծ պատիժ լինել, քան նման կին եւ նման վատ ընտանիք ունենալը։ Ես ես ավելին ասեմ, եթե մարդ այսօր ուզենա որևէ մեկին անից է, թող ասի առավոտ արթնանաս կողքդ Աննայի նման մեկին տեսնես։ Դու Աստված մի արածի իարգի, այդ մասով ես ուրախ եմ իսկապես, իրեն հասնում էր այդ պատիժը, ինքը թող, որովհետև հասկանում եք մարդու համար շատ կարևոր է լավ ընտանիք, լավ երեխաներ ունենալը, հետևաբար իր ընտանիքը շատ արտար է և իրեն հասնում է, բայց եկեք կանցնենք առաջ իսկապես հակահիգիենիկ